Ես սխալ եմ հիշում, որ դուք 2018-ին ԿՊ-ին ոնց որ թե աջակցում եք, չէ՞, 18-ին։ Էս հիմա ինչ եք սենց լսի, կոշկոմիտ կդետ բառն է, մերզի Սերժին, չէ։ Հիմա դե լսի, հիմա լսի ասեմ, հարց ես տվել, ախր դու հարց ես տալիս ու իմ տեքստը պատասխանում ես, տվել ես դե դու պատասխանես։ Շտկում եմ, ասում եք կոշկոմիտն է, ասում եմ ուրեմն ես դեմ եմ եղել նախկին իշխանությանը եւ դրա համար Նիկոլ կլիներ, Պողոս Երվանդյան կլիներ, ով ուզում է լիներ, հասկացար, նա անցնելու էր, հասկանալի է, նա անցնելու էր, սա ոչ թե Փաշինյան Նիկոլը այդքան ձայներ ունի, այլ նախկինների ատելությունից ժողովուրդ ուզեցել է պրծնել եւ ընտրել է Նիկոլ Փաշինյանին, այդ բոլորը լավ գիտեն, իրանք էլ լավ գիտեն, հիմա դրանք վերել ինձ ասել դե գիտեք ինչ կա ԿՊ-ին պաշտպանեցիք, ես արեցիք, այն արեցիք, ես ընդհանրապես ԿՊ-ի վարկագիծը տեսնելով երբեք չեմ իրեն պաշտպանի ու չեմ էլ պաշտպանի եւ իրանք ուրախ են, որ ինձի պես տղեկը դառնան իրանք կառույցին ու մի խոսքով ես դեմ եմ եղել նախկին իշխանությանը։ Ուղղակի հիմա ոնց որ թե ձեր ատելի նախկինները ոնց միացան ձեզ, էլի որ դուք քաղաքապետ դառնաք։ Այդ ձեր ատելի եք, դուք այդպես ուզում եք, այդպեսի հանձնարարական եք ստանում, որ ձեզ այդպես ասեն, որ ինձ կապեն նախկինների հետ, ամբողջ քաղաքը գիտի, որ ես նախկինների հետ կապ չունեմ, ուղղակի 4-ի մեջ հարկել եմ Ռոբերտ Քոչարյանին, ուղղակի, թե չէ ես ընդհանրապես նախկինների հետ կապ չունեմ, հետո մենք Երևանյան խաղերին, այս քաղաքական խաղերից շատ հեռու եմ ես օբյեկտիվ, ուղիղ, ճիշտ խոսող անձնավորություն եմ, ինչ իմ սրտից կա, ես դա ասում եմ։ Եվ մի հարց է, դատանը ձեր նկատմամբ 5 միլիոն դրամ գրավ կիրառեց, ձեզ համար դա մեծ գումար է, թե հեշտությամբ կվճարեք այդ գումարը։ Աղջիկ ջան, ուրեմն ես ուշադիր լսի քեզ ասեմ, ես այնքան հարկանք ունեմ, հիմա որ աշխարհի որ երկիրը զանգեմ ու ասեմ ինձ $500,000 է պետք, $50,000 է պետք, 2 րոպեով կգա դա Ղուկասյանին լսի, Ղուկասյանին վերեն կտան, հետո ես փոքրուց աշխատել եմ, գիշեր ցերեկ մեր եղբայրներով ամբողջ քաղաքը գիտի, լսեք Գյումրին այնպեսի մի քաղաք է, որ ամբիր մեկը մյուսին ճանաչում են, 5 անգամ, 6 անգամ քաղաքապետ ընտրվի մեկը, 2 անգամ ազգային ժողովի պատգամավոր ու ընդհանրապես աշխարհում մի բան կա, եթե մեկը աշխատել է, դրանից հետո չի ընտրվում Դուք չեք տեսնում, որ նման օրինակ Հայաստանում եւ շատ երկրներում չկա։ Այսինքն դուք զգում եք, որ եթե ես ինչ-որ մի բան արած լինեի ձեր ներկայացրած ձևով, ուրեմն ես ընդհանրապես չէի ընտրվի։ Հիշեք, ընտրվելու եմ, ինչքան առաջադրեմ, այնքան անցնելու ենք։ Սա հիշեք։ Պարոն Ղուկասյան, դուք ասում եք, որ ձեր որդու խփելը դուք եք խփում, մենք չենք խփում։ Պարոն Ղուկասյան, հարցս ինչ է դեմել, դուք միշտ հիմա ասում եք, որ ձեր որդու նկատմամբ ըստ էության քաղաքական հետապնդում եք։ Միանշանակ։ Հիմա միանշանակ։ Կթողեք հարցը ավարտել։ Մինչև այսօր ձեր որդին գաղտնիք չէ, եւս մի շարք քրեական պատմություններով է հայտնի, մեղադրյալի կարգավիճակ է ունեցել, բայց դա ինչպես ասեմ ձեզ։ Ուրեմն արդեն 4-րդ անգամն է իմ որդու ստանում պահում են ու բաց են թողնում, որ փաստերը իրականությանը չի համապատասխանում։ Իմ որդիս կրակն է ինքը իր հոր ձեռքը, որ ասենք իր հերը չի գնում պետության հետ, հասկացար, համագործակցության ու ներքին կարգով ստուկատ չի դառնում, այլ պաշտպանում է ժողովրդի հայրենիքի շահերը։ Դրա համար ոչ, միանշանակ այդպես եղել։ Ինչ բոլոր գործերը բացեք նայեք։ Բաց են թողել, ասել են, փաստերը չկա, անհիմն է եւ այսպես։ Եվ ես էլ նույնությամբ, դրանից առաջ 7 ամիս տարան պահեցին նորից նույնությամբ։ Դրանից հետո 1000-ից եւի բոլոր դուք ինչ բարձրաձայն ասեցիք, վերջում տակը մնացիք։ Այո, հենց այդպես ասում եմ, հենց ինչ որ ասում եմ այդպես, հետո մյուսն ասեմ, երբ որ տեսնում են քաղաքը խախանդ է, ուրեմն հատուկ պետությունը կռիվ է գցում ջահելների մեջ, որպեսզի դրանց մեջ քաղաքական իր գործունեությունը ծավալի։ Գյումրին այնքան խաղաղ ու հանգիստ է, մի հատ ով է դուրս եկել, մի հատ դուրս պրծուկում կա, նորից էլի ասել է Գյումրիում հանցագործություն, չգիտեմ ինչ բան, այս կոմենկոմ դες բաներ ասում, էլի պատվեր են ստացել։ Ուրեմն Նապոլեոնը վախենում էր ոչ թե 100,000, լսի աղջիկ ջան։ Նապոլեոնն ասում էր. Ես երկու լրագրողից ավելի շատ եմ վախենում, քան 100,000 բանակից։
Այսինքն ինչ ուզենաք կներկայացնեք, սպիտակը սև կներկայացնեք, սևն է սպիտակ կներկայացնեք։ Հիմա մենք ինչ ենք, ձեր ձերքը կրագն ենք։ Հիմա որ ցեզի դադի չենք տա, ես մեղավոր եմ ընդհանրապես։ Ես դադի տալ չեմ սիրում։ Հիմա այնքան բաներ կա, որ ներկայացնում եք, դրանից հետո ես պետք է դադի տամ, որ ձեզանից բան անեմ։ Հիմա ես դա չեմ սիրում, դադի չեմ տալիս։ Դուք էլ պետք է չափ անցնի գիշեր ցերեկ Ղուկասյանի վրա շարով տակ։ Հարցս բայց այլ էր։ Դե ասեցի ոչ, սարկածեղի ամեն ինչ։ Նեսեք ու կզգա։ Այո։ Հարցեր ունեք։ Շնորհակալություն։